Ինչու է կարևոր այս որոշումը։ Սա դատական ակտ է, սա պատմական փաստ է, ցանկացած դատական ակտ դառնում է անհերքելի։ Իմ համար շատ կարևոր է հենց այդ հանգամանքը։ Սա հրապարակախոսական ինչ-որ դժվար չի, նույնիսկ կներեք մոնիտորինգային զեկույց, դատական ակտերը հերքել հնարավոր չի։ Եվ սա ցույց է տալի պատերազմի դեմքը։ Այնպես ինչպես հետքի լրագրողը մի կերպ կարողացավ հասնել Թալիշ եւ նկարել Խալափյաններին, եւ իրենք որոշեցին ի վերջո հրապարակել այդ նկարը, դուք գիտեք ինչի մասին եմ խոսում։ Եվ ամբողջ աշխարհը հասկացավ, որ դա բոլորն էր ինքնապաշտպանություն չէ, ինչպես ներկայացնում էր Ադրբեջանը, այսինքն դա անօրինական պատերազմ էր։ Այնպես էլ այս դեպքը եւ սրանցի դոկումենտի դեպքերը, որոնք դառնալ են դատական ակտ, անհերքելի պատմական փաստ, կոտրել են Ադրբեջանի առաջ տանող այն միֆը, թե իբրև մենք զոհ ենք, հայերը հարձակվել են մեր վրա, ընդհանուր նաև որ դա հայրենական պատերազմ չէր, դա ագրեսիվ պատերազմ էր, հայրենական պատերազմ չեն գլխատում զինվորներին, ձեռքերը չեն կտրում եւ այլն։ Եվ դա էլ միացած այն ագրեսիվ ռետորաբանության հետ, միեդես ամբողջը դեր մի շրջանակում, եւ չնայած Ադրբեջանի կառավարությունը անընդհատ բողոքում էր, ընդհանուր մինչեւ մի օգտագործեք հայկական անվաններ, միեդը գտնվեց իր բարձունքում։ Եվ նման դատական ակտերի տեղ ունի։ Հիմա առաջին դա է կարևորը, խնդրեմ որ սա պատմական փաստ է, որովհետև սա դատական ակտ է, որովհետև քաղաքական դիսկուրսում երկրորդ ամեն ինչ մոռացվում է, նոր դիսկուրսն է, նոր իսկ դատական ակտը մնում է։ Երկրորդ կարևորը, ինչպես նշեց Սիրանուշը, սա մի դատական ակտ է, որը միեդը սովորաբար դժվարությամբ է կայացնում, երբ որ պատերազմի ակտիվ փուլում է տեղ ունենում անմարդկային վերաբերում, խոշտանգում, ռազմական անցագործություններ, միեդը սովորաբար ձեռնպահ է մնում, բայց միաժամանակ հասկանում է, որ չի կարող հետևողական այդ կանոնը կիրառել, որոշ դեպքերում, երբ որ խախտումը ահագնացող ծավալի է կամ առանձնակի դաժանությամբ, ի վերջո գտնում է, որ թեև ակտիվ փուլում է տեղ ունեցել, ոչ միայն պոզիտիվ պարտավորության, այսինքն հետագայում վարույթներ հարուցել, այլև նեգատիվ, այսինքն նյութայրավական հիմքով որոշում են կայացնում։ Ահա այստեղ որոշումը կարդակ ըստ էության ինչ է ասում ԵԴ։ Դա կատարել են Ադրբեջանի զինված ուժերի անդամները։ Դա կատարել է Ադրբեջանը։ Եվ Ադրբեջանը ստիպված սա պետք է ընդունի, որքան էլ որ պետության ներսում վարույթներ հարուցի, դատավարություններ, որ փորձի լեգիտիմացնել իր հրահրած պատերազմը, իր ագրեսիվ պատերազմը, դուք նկատի գիտեք ինչ դատավարությունների մասին խոսում։ Նման դատական ակտերը հերքելու են այդ իրենց այսպես ասած պատմական ճշմարտությունը։ Ես ուրախ եմ, որ մեզ հաջողվեց հաղթահարել մի շարք շատ կարևոր եւ երերացող սկզբունքներ, որով մենք մտահոգված ենք դեռ 16 թվականին, ցանկացած դատական վար դա նաեւ մեծ քանակի ֆորմալիզմ է, այդտեղ ձևականություններ կան ընդունեցան, կարողացի ներկայացնել միայն տարածքային իրավազորության հարց Ադրբեջանը ասում է դա մենք չենք ընդհանրապես, դա հայերն են արել։ Դե արի ապացույց կա։ Ես ուրախ եմ, որ մեզ հաջողվեց հաղթահարել դա, ուրախ եմ, որ նյութայրավական հիմքով նույնպես որոշում կայացրեց, իհարկե դեպքը շատ ցավալի է, ամեն անգամ երբ որ խոսում ենք նման դեպքերի մասին, առաջերտին հիշում ենք ընտանիքի անդամներին։ Բայց այդուհանդերձ սա առաջինը չէ, սա շարունակվել են նման ռազմական ակտիվ փուլում տեղ ունեցած դաժան վերաբերմունքի վերաբերյալ դատական ակտեր, որոնք կրկնում իմ համար կարևորն է, որ կասկածի տակ է դնելու Ադրբեջանի եւ 16 թվականի եւ հետագայում 20 թվականի այսպես կոչված հայրենական պատերազմի կամ այսպես կոչված ինքնապաշտպանական պատերազմի լեգիտիմությունը։ Ադրբեջանը ամենաշատը դա է փորձում, դրան է փորձում հասնել, լեգիտիմացնել իր կողմից կատարված ահաբեկչական ակտերը, իր կողմից ագրեսիվ պատերազմը։ Նման դատական ակտերը կոչված են այդ լեգիտիմությունը վերացնելու։ Իմ կարծիքով ամենամեծ արժեքը իրավական, մենք քաղաքական վերաբերյալ չենք խոսում, ամենամեծ արժեքը դրանում է այս դատական ակտը։